Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստասերիալում սպասվում են թեժ ու հետաքրքիր զարգացումներ, ինչպես հեռուստադիտողներին արդեն պարզ դարձավ, Բագրատը որոշել էր շախունցներին վաճառել իր բաժնետոմսերի մեծ մասը, որը խաբեությամբ արել էր իր անունով, բայց Անետն այս անգամ ավելի խելացի գտնվեց ու հասցրեց զանգել Սոսին ու զգուշացնել, որ Բագրատը նրա մեջքի հետևում որոշել է գործարքի գնալ։ Բարեբախտաբար ժամանակին Սոսը հասավ այնտեղ ու կասեցրեց այդ գործարքը, ավելին նա սպառնաց Բագրատին, որ հակառակ դեպքում նրա համար այդքան էլ լավ չի լինի։ Բնականաբար Բագրատն ամեն ինչ հերքեց ու ասաց, որ նման գործարք Սոսի մեջքի հետևում հաստատ չէր անի։ Բագրատն արդեն անցնում է բոլոր սահմանները, բնականաբար նրան պետք է քաշած լինի իր հարազատ դուստրն ու լցված լինի նման չարությամբ, հատկապես իր քրոջ հանդեպ։ Հենրին ու Էլիզաբեթը հայտնվում են ռեստորանում, բնականաբար, որպեսզի Հենրին շնորհակալություն հայտնի նրան և խոսեն, բայց այդ ժամանակ հայտնվում է Անգելինան ու ամեն ինչ փոխվում է։ Դիտեք տեսանյութը։ Արդեն դարձա Լիլիթ, երկու տեսան նկարվել եմ, բայց այս թորին ուրիշ բանի մասին է, կուզեմ հետ ներծրցի մախելքելոգ ու լիզվով, գիտեք ինչի, որդև ծաղկաձորում եմ, այստեղ օդը շատ մաքուր է ու ինձի մանգութունս կիշեսն է, գեղնոր մեր, այսպես բնութուն կար, այսման բաներ կային, հիշեք որ գենեինք, այսպես իննանի դե խորոզ գդարներ, կուզեմ սել որ կալուցել եմ սավիտ, շատ կուզեմ կալ, աղրկելակ պասպորտս եղել է կամ դի օր վերցնեմ, բայց ժամանակ չունիմ որ կամ, բայց եթե իմ հետևորդներուս մեջ կան զեմլյակներ, իսկ վստահ եմ որ կան զեմլյակներ, կուզեմ սել ձեզի լավ օր, սիրեմ գսաղուտ, շատ։ Նկարահանումս ավարտվեց և ես ընկերներիս հետ եկել եմ հիմա ծաղկաձորով պտտվելու, ուստեղ շատ հավես մի հատ ոչ թե կեչարիսը, այլ այսպիսի վանք ենք տեսել, եկանք դրա մոտ, բայց ուզում եմ շարունակել առավոտվա կոնտենտը ու այս շիշկան կոնը ցույց տալ ու ասել, ախալ քաղաքում սրան ասում են ղաղալոզ, գիտեիք, ղաղալոզ Էլի Խնդրում եմ մի հատ էս նայեք Իմ հիշելով ասի քիլիլի ծաղիկ էր, քիլիլ կա այստեղ ժողվեին, բայց այստեղ քիլիլ չեմ տեսնի, բայց դաժե եթե քիլիլի ծաղիկ չէր ինչ որ բան շփոթեմ գա, ուրեմն ասեմ, որ այսիկ հաստատ կուդվի, ես կել եմ վախտում, բայց անունն ինչ էր իսոր չիտեմ, տղակ ամեն ինչը ուտելու էր, մեր գեղած գնաս գտի օլիքը կա ջան կա այստեղ, բան կա գածու գազման, в общем, հասկնակ ինչ կուզեիս էլ, Of կորոցո Ժողովուրդ ջան, բարև ձեզ, ուրեմն ինձ հարկավոր է SMM-ի մասնագետ, ով ինձ կսովորացնի SMM, եթե դուք SMM-ի մասնագետ եք կամ ունեք ծանոթներ, խնդրում եմ ինձ ուղարկեք իրենց էջերը, շնորհակալություն Մենք բարի լույս ենք ասում ձեզ Բարի լույս Ես երեկ եկել եմ Հայաստան ու արդեն նկարահանման ենք Այո, շատ հետաքրքիր է, հետաքրքիր բաներ են սպասվում, այնպես որ սպասեք Ինչ կասես դու? Վայ չեք պատկերացնում ինչ սերիաներ է սպասվում, չեք պատկերացնում այս գեղեցկուհին ոնց է խառնելու այս աշխարհը իրար Չենք ասելու Ահա, մենք նկարահանման ենք, նայեք, սեր մարդիկ լիքը Այս անգամ նկարում եմ Հաստատ? Հա, այո, ինչ էիր ասում, բան եմ անում, քո հաշվին ինչ եմ լինում, պիարվում եմ ասում իմ հաշվին պիարվում ես Կոմպայնով չեք սանում է Ժողովուրդ չեք կատակ են անում, իրար շատ լավ է Բայ Ասենք ինչ հոքյարս, ասենք կերելա Այսպես ենք ապում Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Ես չեմ կարող այս բանի իմ շնորհակալությունը չհայտնել ձեզ։
որ մշտապես պահում եք մեզ ձեր ուշադրության կիզակետում, որ ապահովում եք բարձր դիտողականություն YouTube-յան ալիքում։ Անհավանական թվեր ենք մենք գրանցում շնորհիվ ձեզ, շնորհիվ ձեր սիրո։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ստեղծել մի արտադրանք, որի միջոցով դուք օրվա ընթացքում երեկոյան 37-ից 38-39 րոպե կարողանում եք կտրվել ձեր առօրյա հոգսերից եւ լցվել եւ պարուրվել սիրով։ Եվ հենց դա է պատճառը, որ մեր նախագծի հիմքում ընկած է սերը։ Այո, սերը փրկողակ է, սերը իսկապես օգնում է մարդուն կյանքին նայել միանգամայն այլ աչքերով, եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, միանգամայն այլ աչքերով, եւ ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, նրանք ուղղակի չեն կարող չլինել բարի, չեն կարող չլինել դերական, չեն կարող չլինել կամեցող։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր հերոսասերիալը սիրվել է, շնորհակալ եմ, որ մեր հերոսները վայելում են ձեր սերն ու համակրանքը եւ կասեն մի բան, որ այո, պետք է շատ սիրեք, այդ սիրո մեջ պետք է լինեք համեստ, զուսպ, որովհետեւ համեստությունն ինքնին սեր է եւ համեստությունն ինքնին գեղեցկություն է։ Սիրո մասին պետք չէ շատ աղմկել, որովհետեւ սիրո մասին կարող են խոսել ձեր աչքերը։ Սիրո մասին պետք է լռել եւ լուռ վայելել այն ամենն, ինչ կա, որովհետեւ պարկեշտությունը, զսպվածությունը, համեստությունը միշտ հաղթանակ է ապահովում յուրաքանչյուր հարցում։ Լավ եղեք։